Գրանցվել է 56 անդամ։ Որում ունենք, նիստը հայտարարում եմ բացված։ Ավագանու հերթական նիստի օրակարգի նախնական տարբերակում ընդգրկված էր 51 հարց, որոնցից 13-ը տարբեր պատճառաբանություններով հանեցին, ուղարկելով լրամշակման։ Ընդդիմադիրները նկատեցին, թե վերջին 3 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները թե ծավալով, թե բովանդակությամբ փոքր են եղել եւ չեն կատարվել այնպես, ինչպես ներկայացրել են քաղաքային իշխանությունները։ Հայկ Գրիգորյանը առաջարկեց հաշվի առնելով նախկին բարեփոխումների փորձը իրականացնել համապատասխան վերլուծություններ։ Ավինյանն ասաց, որ ավագանու ներկայիս կազմով դժվար է իրականացնել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են քաղաքին։ Բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում նաև հենց այս դահլիճում հնչող, մասնավորապես մեր ընդդիմադիր գործընկերների նարատիվների հետևանքով, որովհետև դրանք գիտեք ինչ են խրախուսում, դրանք խրախուսում են անպատասխանատու վերաբերմունք, համահրանք համայնքի եւ համայնքի սեփականության նկատմամբ։ Մենք այս դահլիճում շատ դեպքերում իրական խնդիրները չենք քննարկում։ Մենք քննարկում ենք այն ինչ այդ պահին, օրինակ, ինչ որ մի խմբակցություն կարծում է, որ ավել ռեյտինգ իրենք ապահովի։ Դուք ունեք մեծամասնություն ավագանում, ու ավագանին ձեզ չի խանգարում որևէ բարեփոխում անելու։ Այստեղ իմ ասած էությունը դուք բաց թողեցիք։ Իմ ասած էությունը հետեւյալն էր, որ ձեր ցանկացած բարեփոխման մեջ փորձեք գտնել այն թերացումները, որոնք որ ակնհայտ են, դուք էլ լավ գիտեք, որոնք են։ Ընդդիմադիրները նշեցին նաև, որ հանրային տրանսպորտի վարորդների վրա վճարումների վերահսկման պարտականություն դնելով քաղաքային իշխանությունները վերադառնում են հին, այսպես կոչված գազելային գործելավոճին։ Այստեղ էլ Ավինյանը պարզաբանեց, թե վարորդները ստանում են բարձր աշխատավարձ եւ այն պահպանելու, ինչպես նաև նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ֆինանսական մուտքեր։ Այս ամբիոնից ասում եք, դե եկեք բոյկոտենք, հիմա ասում եմ հարբած մի հատ թափ-թփուկ, ասում եմ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա։ Ո՞վ է մեղավոր, վարորդը, որ ասում է օրինական պահանջ է ներկայացնում, ասում է եղբայր վճարի։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է, նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ։ Եվ այո, աշխարհում բոլոր տեղերում սա արվում է։ Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 20-ի ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։ Տանակահարել են երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ նախնական տվյալներով ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում։ Դիմում եմ մեր քաղաքացիներին պնդելով, սա ձև չի։ Վարորդը որևէ մեղք չունի, վարորդը տեղից ժողովուրդ կատարում է շատ ծանր գործ։ Կատարում է եռակի ծանր գործ հաշվի առնելով խցանումները, փոսերը, ինչու պիտի այստեղի անորակ, չմտածված, հատվածային իմպուլսիվ որոշումների արդյունքում քաղաքացի եւ վարորդ իրար ծեծեն, իրար, չգիտեմ, հայհոյեն։ Վարորդին ընդեղ եք բաց դրության մեջ դնում, այդ քաղաքացիներին իրար հետ եք կռվածնում, այսինքն ուր եք ուզում հասնել։ Բա հսկիչներ ինչի համար էիք դրել, որ մտնեն տոգանեն, խիփ քաղաքացին պիտի մյուս քաղաքացու հետ կռիվ անի։ Տիգրան Ավինյանը նշեց, որ ընդդիմության ներկայացրած նարատիվների համաձայն, նույնիսկ եթե ուղևորը թանկանար ընդամենը 20 դրամով, չվճարողների թիվը միևնույն է կմնար եւ նրանց դեմ պայքարը ըստ քաղաքապետի շարունակվելու է։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։